Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ Փակ TV բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականին պես իհարկե այսօր էլ մեզ հետ են, եւ ուզում եմ ձեզ մաղթել ամենայն բարին։ Գիտեք, ամեն անգամ, երբ մեր տաղավար է գալիս մի անձնավորություն, ով առաջին անգամ է Փակ TV-ում, դա մեզ ուրախացնում է, բայց երբ այդ անձնավորությունը նաեւ շատ համակրելի, պատկառելի մի անձնավորություն է, ով իսկապես ավանդ ունի իր ոլորտում, իսկ այսօրվա մեր հյուրը 40 տարվա առողջապահության ոլորտի փորձառու ընդհանուր անոթային վիրաբույժ Նունե Սողոմոնյանն է։ Բարև ձեզ, Տիկինսոն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում ենք։ Մի փոքրիկ կարճ այսպես ինֆորմացիա, թե ով է Նունե Սողոմոնյանը։ Երևան բժշկական կենտրոնի շաքարախտային անոթային բաժնի ծառայության ղեկավար։ Ինչ որ բան եթե սխալ ասեմ, դուք ուղեք։ Շաքարախտային ոտնաթաթի ծառայության։ Հա, շաքարային ոտնաթաթի։ Շաքարախտային ոտնաթաթի ծառայության ղեկավար, որտեղ զգացի ձեր ռեակցիայից, որ ինչ որ բան սխալ եմ ասել։ Անոթային ծառայությունը ուրիշ էր։ Այո։ Դուք 1985 թվականից, ինչպես ասում են, առողջապահության ոլորտում եք, իսկ 1998 թվականից միջազգային աշխատանքային խմբում Հայաստանի ավելի քան 20 տարվա ներկայացուցիչն եք, չէ՞։ Շատ հետաքրքիր է։ Ինչպես նաև շաքարային ոտնաթաթի շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիայի հիմնադիրը, ավելի քան 30 գիտական հրապարակումների հեղինակ եք։ Մի խոսքով 40 տարի առողջապահության ոլորտում եք եւ բնական է ձեր վաստակը անչափ մեծ է։ Բարով եք եկել։ Շնորհակալ եմ։ Թույլ տվեք ողջունել անձամբ ձեզ եւ ձեր հետևորդներին սիրով։ Դե կարող եք հանգիստ անցնել հարցերին, որոնք նույնպես քիչ չեն այսօր։ Փորձենք։ Տիկին Սողոմոնյան, մեր նպատակը ձեր խոսքերն եմ ասում, մեր նպատակը հիվանդին չվնասելն է։ Սա ձեր սկզբունքն է, այս սկզբունքով դուք աշխատում եք ավելի քան 40 տարի։ Ձեր հիվանդներին փորձել եք ձեր հիվանդների հետ կապված այդ հարաբերությունները, չեք փորձի բացել փակագծերը։ Սիրով, մարդկանց հետ աշխատանքը իրականում բավականին բարդ է, մարդիկ շատ տարբեր են լինում, ժամանակի ընթացքում իրականում մարդկային բնույթը չի փոխվում, կրկնում եմ, մարդիկ թե երախտապարտության, թե համագործակցության, թե մղումների առումով իրոք շատ տարբեր են։ Պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունի հիվանդությունը, բժիշկը եւ մարդը, այսինքն հիվանդը։ Հիվանդը որ կողմից որ լինի, նա էլ կհաղթի։ Բժիշկը միայնակ իզորու չի հաղթելու հիվանդությանը։ Եթե հիվանդի տարբեր հոգեվիճակները եւ այլն նպաստում են նրան, որ նա վերցնի հիվանդության կողմը, բժիշկը միայնակ իզորու չէ որևէ բան անելու, անգամ թվացյալ 100%-անոց ապաքինվելի դեպքերի համար։ Եվ հակառակն բացարձակապես դատապարտված մարդիկ կամային բարձր հատկանիշների շնորհիվ պարզապես հրաշքներ են դրսևորում, ու սա միայն բժշկի մասնագիտական կարողությունները չեն, նաև հիվանդի կամային հատկանիշներն են։ Այո, մենք փորձում ենք աշխատել մի վնասի սկզբունքով, սա մենք չենք հայտնագործել, հնագույն բժշկապետների լավագույն խորհուրդն էր մեր հետագա սերունդներին, բժիշկների հետագա սերունդներին, փորձում ենք այդպես էլ աշխատել։ Գիտեք, ես շատ հիվանդների եմ հանդիպել, ձեր հիվանդներից նկատի ունեմ, որոնք անդադ կրկնում են Նունե Ալբերտովնան հրաշագործ է, նա պարզապես հրաշքներ է գործում։ Ես գնացել էի տարբեր տեղեր, մեկը պատմում է, ոչ մի օգուտ չտվեցին, հիասթափված ինձ մեկը խորհուրդ տվեց դիմել Նունե Սողոմոնյանին։ Եվ հերթական հրաշքը նրա օգնությամբ ես շատ կարճ ժամանակահատվածում ապաքինվել եմ։ Նման կարծիքները շատ են, դուք էլ ինձանից լավ գիտեք։ Եվ ընդհանրապես ինչ հիվանդություններ եք դուք բուժում։
Շատ զգացված եմ գեղեցիկ ձևակերպումների համար, իրականությունը մի փոքր ավելի երկրային է, կուզենայի ընդհանրապես երախտապարտ լինել այն մարդկանց, որոնք ազնվորեն եւ իրենց շնորհակալությունն են հայտնում նման գեղեցիկ ձևակերպումներով, Պարզապես ես կուզեի ասել, որ իրոք դրսևորում ենք մեր գիտելիքների, մարդկային հատկանիշների եւ այսօր եղած բժշկագիտական հնարավորությունների լավագույնը։ Երբեմն դա հաջողվում է, երբեմն ոչ։ Սա պատերազմ է։ Պատերազմ է վերջույթների փրկության, հիվանդի կյանքի փրկության համար։ Ունենում ենք նաեւ պարտություններ, բայց հավանաբար հաղթանակների քանակը շատ ավելի նկատելի է, եթե նման տպավորություն է ստեղծվել։ Ամեն դեպքում սա պատերազմ է։ Պատերազմ է։ Այո, իրական։ Անտեսանելի ճակատով։ Իրական։ Եվ արդեն 40 տարից ավելի դուք այդ պատերազմի մեջ։ Ճիշտ այդպես։ Գիտեք, սովորաբար վստահությունը, հիվանդի վստահությունը ձեռք բերելը ոչ շատերին է հաջողվում, մանավանդ մեր օրերում, որ մարդիկ ավելի դժգոհ են, ավելի այսպես չեն վստահում իրենց բժշկին, բայց ձեզ մոտ Փառք Աստծո այդ կապը շատ արագ ստեղծում է եւ վստահությունը հիվանդի դուք կարողանում եք ձեռք բերել։ Չնայած իմ նախորդ հարցում դուք չպատասխանեցիք, թե ինչ հիվանդություններ եք դուք բուժում, հիմա փորձեք այդ հիվանդություններին անդրադառնալ եւ ասացեք ինչպես է ձեզ հաջողվում ձեռք բերել հիվանդների վստահությունը։ Նախ առաջին հարցը շարունակեմ, դուք ճիշտ եք, զբաղվում ենք հիմնականում շաքարախտի պատճառով ստորին եւ վերին վերջույթների վիրաբուժական բարդություններով, փորձում ենք շտկել դրանք եւ փորձում ենք ապահովել վերջույթների կենսունակությունը։ Լայնորեն տարածված է այն կարծիքը անգամ մասնագետների մոտ, որ շաքարախտի հետևանքով վերջույթները ի վերջո կարող են դատապարտված լինել կորստյան, այսինքն անդամահատման։ Մեր նպատակն է կանխարգելել այս լիովին կանխարգելելի հիվանդությունը։ Ընդհանրապես պետք է ժամանակին դիմել բժշկին, մասնագետին, անգամ շաքարախտով հիվանդները, որոնք չունեն որևէ խնդիր վերջույթների հետ, ցանկալի է, որ գոնե տարին մեկ անգամ այցելեն մասնագետին եւ մասնագետի կողմից հավաստիացում ունենան, որ իրենք չունեն խնդիրներ։ Ինչպես նաեւ սովորական անգամ առանց շաքարախտի անոթային հիվանդությունների բուժմամբ ենք զբաղվում, երակների, սարկերակների, ինչպես նաև նյարդային գործոնների հետ կապված, այսինքն անոթային սպազմեր կարող են լինել, որ անոթները լիովին առողջ են, ինչպես օրինակ նեյրոսպաստիկ սինդրոմները, Ռեյնոյի հիվանդության ժամանակ, սկլերոդերմիայի, արտրիտների եւ այլն, սրանցով նույնպես մենք զբաղվում ենք։ Եվ հաջորդը հիվանդների վստահությունը ես չէի վերագրի միայն ինձ, ավանդաբար մեր գործընկերները հաջողվել է շահել միայն ազնվությամբ, գիտելիքների բացր մակարդակով եւ իհարկե մարդկային ամենավեհ արժանինքների համադրությամբ։ Դժվար է, միշտ չի հաջողվում, բայց միշտ փորձում ենք, աշխատում ենք։ Դե ես պիտի ասեմ, որ դա իսկապես այդպես։ Մենք էլ ենք մարդիկ, երբեմն մենք նույնպես հուսալքվում ենք, մեզ էլ է քաջալերանքը շատ օգտակար եւ աշխատում ենք ամեն օր։ Յուրաքանչյուր վիրահատությունից առաջ վերընթերցում ենք մեր ձեռքի տակ եղած գրականությունը, հետևում ենք գիտական նորույթներին, շարունակում ենք սովորել, ինչու՞ չէ անգամ մեր երիտասարդ գործընկերներից, մենք շատ բան ունենք սովորելու, ինչու՞ չէ նրանք էլ մեզանից, այնպես որ այս սիմբիոզը միայն օգտակար է։ Տիկին Սողոմոնյան, ես հիշում եմ խորհրդային տարիներին հայ բժիշկները բավականին բարձր վարկանիշ ունեին եւ նրանք համարվում էին միության մեջ լավագույններից մեկը։ Այսօր այդ ավանդույթները պահպանվել են։ Ավանդույթները պահպանվում են, ես կրկնում եմ, ժամանակները բավականին փոփոխվել են, մարդկային հատկանիշները չեն փոփոխվում, կոպիտ ասած մարտիկի հոգեբանությունը, եթե մարդը որդեգրել է, դա նշանակություն չունի։ Պատերազմը առողջապահության ոլորտում է, կյանքում, տնտեսության մեջ, թե այլուր։ Մարտիկ դա հավասարազոր է ազնիվ անձնավորություն եւ հավասարազոր է կատարելագործմանը։ Այս կոմբինացիայի մեջ միայն կարելի է պատկերացնել, որ մասնագետը կարող է լինել առաջատար, պահանջված եւ միջազգային հարթակներում ասելիք ունեցող մեկը։ Դա նույնը եւ բժշկության մեջ կարող ենք ասել։ Այո,
հայկական առողջապահության մեջ կան մարդիկ, ովքեր լիովին բավականին հնչեղ ձայն կարող են բարձրացնել միջազգային հարթակներում։ Ես դա կարող եմ վստահաբար ասել։ Իսկ թերացումները ամեն տեղ էլ կան։ Նույն Գերմանիայում ես զարմացած էի, որ չէ որ եվրոպական ցուցանիշներ, օրենսդրական չափանիշներ եւ այլն բարձրակարգ գերմանական առողջապահությունը մենք էլ ենք վերապատրաստվում, սովորում ենք, հավասարվում ենք, բայց աղաղակող սխալներ այնտեղ էլ կան։ Երբ որ ես իմ կարծիքը հայտնեցի, ինձ ասացին, այո, ինչու՞ չէ, մեզ մոտ էլ կան ոչ այնքան բարեխիղճ աշխատող բժիշկներ։ Դա ամեն տեղ էլ կա, եւ լավը եւ վատը։ Մենք ձգտում ենք լավագույնների հետ միայն առնչվել։ Դե եթե Գերմանիա, որտեղ բժշկությունը լավագույններից մեկն է աշխարհում, կան նման բժիշկներ, մեզանում սովորական։ Նիդերլանդներում չթվարկենք ուրիշ երկրներ, ընդհանրապես նշեցի տեղեկատվությունը այն կտրվածքով, որին ես եմ տիրապետում։ Դե հասկանալի է, հետո դուք երևի գործի բերումով արդյոք ունենում նաև միջազգային տարբեր իրադարձությունների այդպես շփվելու ականացի սիմպոզիումներ, մասնագիտական հարթակներում շփվելու, այդպիսի շփումները հաճախակի են եւ պատահական չէ, որ դուք 30-ից ավելի մենագրության հեղինակ եք եւ դրանք հիմնական մի փոքր շտկում ոչ մենագրության, այլ գիտական հոդվածների, գիտական հրապարակումների հեղինակավոր միջազգային ամսագրերում։ Այո, եւ դա հաշվի առնվում այնտեղ, այսինքն հայ բժշկուհու կարծիքը շատ հետաքրքիր է, որ այնտեղ մոտենում է շատ։ Անշուշտ։ Առ այսօր անգամ 10 տարի առաջ լույս տեսած հրապարակումների վերաբերյալ մենք ստանում ենք արձագանքներ, քննարկումներ, շարունակական են դրանք։ Կապը կա միջազգային մասշտաբով։ Անշուշտ։ Մի ցավոտ հարց, որի մասին ուզում եմ մենք ակերտորեն խոսել։ Հայաստանում բժշկությունը անվճար չէ, ցավոք սրտի, եւ այն իրավիճակում, որ հայտնվել է մեր երկիրը, դժվար է պատկերացնել, թե ինչպես հատկապես հիվանդների ճնշող մեծամասնությունը կարող են հաղթահարել այդ դժվարությունը վճարովի բժշկության, որտեղ մարդիկ ծիծաղելի չափի թոշակ են ստանում, մարդիկ ծիծաղելի աշխատավարձ են ստանում, ել չեմ խոսում տարեցների մասին, որոնք 50 անցնելուց հետո սկսում են արտել այս կողքս է ցավում, այն ոտքս, այն ձեռքս, այսպես, այնպես, ինձանից լավ գիտեք ինչ է դա։ Բայց վճարովի բժշկությունը նրանց կանգնեցնում է փաստի առաջ։ Ինչու է դա այդպես։ Ես տնտեսագետ չեմ, սիրով կուզենայի նաև այդ հարցին սպառիչ պատասխան տրամադրել, թե անձամբ ձեզ, թե մեր հանդիսատեսին, պարզապես բժշկությունը տնտեսության առավել ծախսատար ճյուղերից է եւ իրոք ինչ որ մեկը դրա համար պետք է վճարի, հետազոտություններ, դեղորայք, տարբեր տնտեսական ծախսեր, ես հիմա թույլ չէի տա ինձ դրա մեջ խորանալ, որովհետեւ կրկնում եմ չեմ տիրապետում կոնկրետ ինֆորմացիային, պարզապես ես գիտեմ ինչի մասին եք դուք խոսում եւ ճիշտ եք։ Այսօրվա դրությամբ մենք ունենք պետպատվերի տարբերակ, այսինքն վճարում է պետությունը, բնականաբար միշտ էլ կարելի է դժգոհել, ասել, որ դա սպառիչ չէ, բավական չէ, համամիտ եմ, եւ իհարկե կա վճարովի տարբերակ, այսինքն ինչ որ մեկը միևնույն է պետք է վճարի, ինչպես տարբեր ուրիշ երկրներում կամ համալսարանը, որտեղ հիվանդը աշխատում է, կամ քաղաքապետարանը, կամ պետական այլ ստրուկտուրաներ, երկրներում, որտեղ կա թագավորություն, թագավորն է վճարում դրա համար եւ այլն։ Մեր դեպքում մենք ցավոք սրտի ունենք սահմանափակ պետպատվերի հնարավորություններ, այսինքն սահմանափակ ես նկատի ունեմ, եթե հիվանդ ունի պետպատվերի արտոնություն, մենք բավականին հանգիստ ենք իրեն ընդունում եւ բուժում, բայց շատ մեծ զանգված, շատ ստվար զանգված թոշակառուների, ինչպես որ դուք ընդգծեցիք, կենսաթոշակառուների, ովքեր ունեն հիվանդության հետ կապված արտոնություններ, նրանք մնում են պետպատվերից դուրս։ Ցանկալի կլիներ, որ պետական հոգացություն լիներ նաև տարիքային կենսաթոշակառուների հանդեպ։ Այո, դուք շատ ճիշտ եք։ Որտեւ գիտեք, անձնական փորձից էլ վերջին մի քանի տարիներին ցավոք ես այնքան հիվանդություններ եմ տարել, անդադ այստեղ արտերկրում շփվել եմ եւ հիվանդների եւ բժիշկների հետ եւ տեսել եմ, թե որքան դժվարություններ է պետք է հաղթահարել։ Դե փառք Աստծո, ես կարողանում եմ հատկապես իմ լավ ընկերների, բարեկամների օգնությամբ ծախսերը հոգալ իմ բուժման, բայց
ոչ բոլորն են այդ հնարավորությունը որ ունեն նրանց համար դա կյանքի եւ մահի կռիվ է փաստորեն։ Դուք շատ ճիշտ եք։ Հուսանք որ մեր երկիրը այնքան կզորանա, այնքան կբարգավաճի, որ կարողանա ձեր ասածի պես կենսաթոշակառուների բուժումը սարքել անվճար, որտեղ տարիքն առած մարդիկ, որոնք իրենց հայրենիքի համար ամեն ինչ արել են, այսօր մեղմ ասած հայտնվել են խաղից դուրս վիճակում։ Անշուշտ։ Տիկին Սողոմոնյան, հիմա մի պահ մոռանանք առողջապահության ոլորտը մի քանի այսպես անձնական հարցեր կապված ձեզ հետ։ Ես երբ ձեզ հետ զրուցում էի, դուք ասացիք, որ դեռ աշճանակ ժամանակներից հայրիկի հետ շատ սիրում եք սպորտը, հատկապես ֆուտբոլը։ Ֆուտբոլի հանդեպ այդ սերը այսօր էլ մնացել է։ Ֆուտբոլի հանդեպ իմ վերաբերմունքը ձևավորվել է իմ հոր ազդեցության տակ, հատկապես 60-ական թվականների վերջին, երբ մենք ապրում էինք Մոսկվայում, Երևանի Դինամոյի, Երևանի Սպարտակի ֆուտբոլային հանդիպումներին միասին էինք հայր ու աղջիկ գնում մարզադաշտ եւ ցավում էինք մեր քաղաքի թիմի համար։ Այնուհետև հաջորդեցին փառահեղ 70-ականները, Արարատ 73-ի երկրպագուներից էինք ամբողջ ընտանիքով եւ շատ ջերմ էինք վերաբերվում յուրաքանչյուր խաղացողին, յուրաքանչյուր հաջողությանը եւ թխրում էինք յուրաքանչյուր անհաջողության համար։ Շատ ոգեշնչվում էինք ամեն առումներով։ Այսօր անկեղծ ասած ես կուզենայի ավելի հպարտանալ մեր ազգային ֆուտբոլով։ Երկրպագել այլ երկրների թիմերին ինձ համար այդքան էլ ընդունելի չի։ Ես ասեմ, որ բոլորին վերջերս մենք հյուրընկալել էինք Արարատ 73-ի լեգենդներից մեկին Սերգեյ Բանդարենկոին եւ այսպես հաճելի հուշեր առնասան բոլորից մոտ Սերգեյն էլ վերադարձավ ձեր ասած 70-ականները, երբ փայլատակում էր Արարատը, երբ մենք հպարտությամբ տալիս էինք Արարատի անունը։ Մեր տաղավարում էլ տեսնում եք Արարատ սարը մեզ հետ է, մեզանից անբաժան։ Բնականաբար։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք Արարատով հպարտանալ։ Եվ կշարունակենք։ Այո, չնայած կան մարդիկ, որ ասում են Արարատը չգիտես ինչու իրենց խանգարում է եւ չեմ ուզում մեր այս լավ զրույցը վերածենք մի Ես ես այդ լիովին համամիտ եմ։ Խոսենք հավերժական արժեքների մասին, իսկ Արարատը դրանցից ամենավերն է։ Իհարկե, մարդը, որը կարող է ուրանալ Արարատը, կուրանա նաև իր հայրենիք։ Խոսենք լավագույնի մասին։ Ես վերջերս նաև նվեր ստացա իմ լավ բարեկամից, ընկերոջից Լևոն Բաղդասարյանից Պարուսևա գիրքը, եւ այնտեղ այնպիսի մտքեր կան փայլուն, որ հայրենասիրության այսպես երկրին նվիրվելու շատ կարևոր այսպես ուղիներ է մեզ ցույց տալիս մեծ բանաստեղծը։ Եվ մեծ հաճույքով կարդում եմ ամեն անգամ այդ գիրքը, փորձում եմ օգտվել նաև այդ հանճարեղ մտքերից եւ իմ հյուրերին միշտ այսպես ասույթներ բերել այդ գրքից, որտեղ Պարուսևակը դա այն մեծությունն էր, որ անչափ սիրում էր իր հայրենիքը, իր երկիրը։ Դե ինչ ասեմ, կան մարդիկ, որ դա չեն հասկանում ցավոք, բայց Աստված իրենց հետ մենք ո գիտենք ինչ արժեք ունի Հայաստանը։ Իհարկե։ Միշտ էլ լավն ու վատը զուգահեռ են եղել, պարզապես ամեն ինչը փոփոխական է։ Ամեն ինչ լավ կլինի։ Այ որտեղ գնում եք միջազգային այդ սիմպոզիումներին, խորհրդակցություններին, այնտեղ որպես հայ բժշկուհի, հեսա պարտ եք զգում։ Որպես հայ մարդ։ Հայ մարդ։ Լավ հարցեր, այսօր նաև բավականին ցավոտ։ Մինչև 1920 թվականը ես իմ գլուխը շատ բարձր էի բոլոր հարթակներում պահում, 2020 2020 թվականից 1920 թվականից Ես այն ժամանակ դեռևս չմասի չէ, բայց 1920 թվականին էր նմանապես համանման վիճակներ էին գլխիկոր էին ման գալիս այո գիտեք ինչ հիմա ես անձամբ եմ դա զգում, որովհետև մինչև դա ես բավականին գլուխս բարձր էի հանդես գալիս թե մասնագիտորեն, թե մարդկային առումներով Իմ հանդեպ արդեն ձևավորված վերաբերմունքի ծիրում շատ հին եւ նոր գործընկերներ մոտենում էին եւ հարցեր էին տալիս մեր երկրի վերաբերյալ։
Այդ ժամանակ իմ երկու տղաները ծառայության մեջ էին գտնվում առաջին դիրքերում Արցախում եւ ես շատ վստահ էի, որ ապագան նրանցն է եւ իրենք են որոշելու Արցախի ճակատագիրը։ Դարձյալ ես անսասան եմ իմ կարծիքում, պարզապես ժամանակները մի փոքր մթագնել են, բայց ինչպես ասում են, խավարը ամենախորը լինում է արևածագից առաջ։ Մենք սպասում ենք արևածագին։ Արևածագ լինելու է։ Արևածագը լինելու է մանավանդ շուտով, արի գամսվա արեգորն է, արևագալը։ Այո, դե շատ չեմ ուզում խորանալ այս թեմաների մեջ, թե չէ ձեզ կարող են աշխատանքի վայրում անանք ստացնել, ասել, ինչ իրավունքով դուք այս ասեցիք, այն ասեցիք։ Չեմ կարծում։ Ստակ մտածելակերպի կրողները ամեն տեղ էլ կան։ Պարզ է։ Դե պարզապես ես ուզում եմ եզրափակելով մեր զրույցը ասել շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ անչափ շնորհակալ, երախտապարտ եմ եւ ցանկանում եմ իմ լավատեսությունը փոխանցել մեր հանդիսատեսներին, մեր հայրենակիցներին։ Հեշտ չի տրվում, ես իրականում ռեալիստ եմ, իրատես եմ, բայց իրականության մեջ պետք է փնտրել օբյեկտիվ ազդեցիկ ուժի գործոններ, հենվել դրա վրա եւ կերտել լավագույնը, ինչին որ մենք ընդունակ ենք։ Եղավ Տիկին Սողոմոնյան, իսկապես հաճելի այսպես րոպեներ անցկացրեցի ձեզ հետ եւ կարծում եմ մեր հանդիսատեսն էլ համոզվեց, թե իսկապես ինչ հրաշալի այսօր զրուցակից ունենք Փակ TV տաղարում, ով երբեք այսպես չփորձեց անգամ իր բռնածոյը չշեղվել, ասեց այն ինչ մտածում է եւ ամենակարևորը ասեց, որ արևածագը լինելու է։ Իսկ այդ արևածագին մենք շատ վաղուց է սպասում ենք։ Հուսանք, որ այն շատ շուտով իրականություն կդառնա։ Այսօր այսքանը, ցտեսություն։